Ուսում թե կրթություն, 21-րդ դարում որն է ավելի արդիական։ Ինչպես ասում են, ուղեղը լույսն է, իսկ արհեստը ձեռքի ուժը։ Եթե գիտելիքը կամուրջ է դեպի ապագա, ապա արհեստը քարերն են, որոնցից կամուրջ է կառուցվում։ Սակայն այժմյան դարաշրջանում, երբ գոյություն ունի համացանց եւ աշխարհը կլանված է ինտերնետային բազմաթիվ ծրագրերի մեջ, նոր սերունդը նախընտրում է բարձրագույն կրթությունը, հիմնականում թվերի եւ նոր ծրագրերի ասպարեզում։ Ձեր հարցը շատ կարևոր է, այսինքն դուք ուզում եք ասել որակավորել մասնագիտությունը, թե արհեստը։ Ես ուզում եմ նշել, որ այսօրվա դրությամբ նախ ասենք, թե ինչ է նշանակում արհեստը եւ ինչ է նշանակում մասնագիտությունը։ Մասնագիտությունը լատիներեն բառից պրոֆեսիա բառն է, որը նշանակում է յուրահատուկ գիտելիքներ ձեռք բերել հատուկ համապատասխան կրթություն ստանալու ընթացքում։ Այսինքն մասնագիտությունը դա պետք է ձեռք բերվի հատուկ գիտելիքների օգնությամբ եւ ժամանակի ընթացքում կիրառել կյանքում։ Հիմա անդրադառնանք արհեստին։ Ինչ բան է արհեստը։ Արհեստը տրվում է ի վերուստ որոշ մարդկանց, որոնք ձեռքի որոշակի աշխատանքի շնորհիվ կերտում են ինչ-որ աշխատանք, որը արդիական է, եւ երկու դեպքում էլ, ինչպես մասնագիտության, այնպես էլ արհեստի դեպքում, մարդիկ իրենց գոյությունը պահպանելու համար են աշխատում են, որպեսզի պահպանեն իրենց գոյությունը, ընտանիքը, դա հանդիսանում է գոյության պաշտպանման աղբյուր։ Առաջիկա հնուց, եթե մենք նշենք, հին ժամանակներում մասնագիտություն չի եղել, եղել է միայն արհեստ։ Արհեստի միջոցով ջուլհակություն, ոսկերչություն, գորգագործություն եւ բազմաթիվ ես կարող եմ թվել։ Արհեստներ, որոնց միջոցով մարդիկ կարողացել են գոյատևել, պաշտպանել գոյությունը։ Մենք հիշենք ժողովրդական շատ այնպիսի հեքիաթներ, ինչպիսին է Ղազարոս Աղայանի Անահիտ հեքիաթը, ինչպիսին է սերբիական շատ հեքիաթներ, որոնք նշում են մեկ բանի կարևորություն, արհեստի կարևորության մասին։ Այսինքն, ինչ եմ ուզում ասել, որ 1881 թվականին գրված Ղազարոս Աղայանի հեքիաթը Անահիտը, որը մինչև օրս չի կորցրել իր արդիականությունը։ Արդիական է ինչի համար, որովհետև մենք միշտ ասում ենք արհեստ թե մասնագիտություն, բայց իմ կարծիքով անհատը պետք է կարևորի դրա կարևորությունը իր կյանքում։ Կան այնպիսի մասնագետներ, որոնք մինչև օրս կամ գործ չեն գտել, կամ չեն կարողանում գտնել, որովհետև լավ մասնագետ չեն։ Կան մարդիկ, որոնք արհեստավոր են եւ հասնում են որոշակի գագաթնակետերի։ Ինչ եմ ուզում ասել, կարևորել մասնագիտությունը եւ արհեստը շատ կարևոր են, բայց ամենակարևորը, ինչպես գնահատում են հեքիաթի հերոսները, հենց արհեստն է։ Հիշենք, Անահիտը ասեց թագավորի տղային, մինչև դու արհեստ չսովորես, ես քեզ հետ չեմ ամուսնանա։ Նմանատիպ սերբիական մի հեքիաթ կա, երբ թագավորի ընտանիքը ծովի վրա զբոսնելուց ընկնում է մի այլ երկիր, որտեղ ոչ մի բան չգիտեն իրենք, ոչ արհեստ գիտեն, ոչ լեզու գիտեն, բացի իրենց թագավորությունից, նրանք թագավորը այդ երկրում աշխատում է ընդամենը հովիվ։ Իսկ նրա աղջիկը, երբ արդեն ամուսնանալու կարիք է լինում, այդ գեղեցկուհին արդեն երբ թագավորի տղան, այդ տեղի թագավորի տղան մոտենում է աղջկան, նրա հայրը ասում է, եթե արհեստ չգիտես, ես իմ աղջկան չեմ տա քեզ։ Հետո երբ նա ջուլհակություն է սովորում թագավորի տղան, նա հաշվում է, ասում է, հա, ճիշտ է 4 կոպեկ, թե 4 ռուբլի, բայց եւ այնպես ընդհանուր առմամբ արհեստը այնպիսի բան է, որ կարող ես գոյությունդ պաշտպանել եւ ինձպես թագավոր եւ ինձպես դու հովիվ չես աշխատի։ Այսինքն, ինչ ենք ուզում ասել, արհեստը եւ մասնագիտությունը մեկը մյուսին ոչ թե հակասում են, այլ լրացնում են միմյանց։ Եկեք ճիշտ որոշենք, դա այլ հարցի այլ կողմ է, ինչպես ճիշտ մասնագիտացնել կամ ինչպես անել, որ երեխաները գնահատեն իրենց ունակությունները ընտրել մասնագիտություն, թե արհեստ։ Դա հարցի մյուս կողմն է։ Դրա մեջ շատ կարևորություն ունի եւ ծնողը, եւ շրջապատը, եւ
ուսուցչությունը իհարկե ուսուցիչների կողմնորոշման համար եւ բազմաթիվ ծրագրեր, որոնք այժմ գոյություն ունեն։ Հովնա Մզիկյանը երկար տարիներ զբաղվում է կոշկակարությամբ, ընտանեկան արհեստը, որը ժառանգել է հորից եւ փոխանցում է որդուն։ Կոշկակարի խոսքերով արհեստը ոչ միայն օրահացը վաստակելու միջոց է, այլև աշխատանք, որով մարդկանց պիտանի ենք լինում։ Գիտելիքն առանց գործնական կիրառման միայն տեսությունն է, իսկ արհեստն առանց տեսական հիմքի անավարտ աշխատանք։ Իսկ երբ երկուսն են միավորվում, ծնվում են մեծ գյուտեր, ամուր ձեռնարկություններ եւ հզոր անհատներ։ Ես արհեստը մեզի մարդկանց հետ նախ է առաջի այդ մարդկանց հետ շփվել։ Մարդկանց հետ շփվելը սովորելն է ամեն ինչի վեր։ Մանչս արհեստը Անդրեյնիգը դենիգը դի աշխատի նույն արհեստին։ Ուզե սովորող ելնի, ուզե չսովորող ելնի, անպայման արհեստ պիտի պետք է ունենա։ Ես այդ կարծեմ, մետածեմ, իմ կարծիքս այդ ման է, տեսենք մարդեկա վապշե չի սիրել արհեստ։ Շատ մարդիկ կան, որ ասենք կերտան սորվինգը, բայց իրեմ սպասայնության չեն աշխատի և շատերն է կերտան այլ երկիրներ կերտան աշխատելու պարավաստկել։ Իմի Ռուսաստանը կա ու կա։ Եթե մարդը սորվիգը դեբրոց ուրեմն պետք է ուսում ստանա։ Ուսումի մեկ տեղ եմ արհեստում սորվիգ որ այդ մագյանային ուսումը տեղ չբեռն է, որ կյանյանը այդ արհեստում առաջիր։ 21-րդ դարը պատկանում է նրանց, ովքեր միավորում են մտածողությունը եւ ձեռքի հմտությունները, ստեղծելով մի աշխարհ, որտեղ գիտելիքն ու աշխատանքը քայլում են կողք կողքի։